Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի ապրիլ ամսվա հորոսկոպը կույս նշանի համար։ Սիրելի կույսեր, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, մոլորակների դիրքավորումը և կասեմ լարված օրերի մասին։ Հիշեցնեմ, որ պետք է հորոսկոպը առաջին հերթին նայել ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով։ Այսպիսով, արևը մինչև ապրիլի 20-ը կգտնվի խոյ նշանում, ձեր 8-րդ տանը լավ ժամանակահատված է զբաղվելու այն հարցերով, ինչը կապված է բանկային համակարգի, պետական համակարգի հետ։ Կամ ոչ միայն բանկային պետական, այլ նաև ապահովագրական ինչ-որ հարցերով։ Այնուհետև ապրիլի 20-ից սկսած արևը կանցնի ցուլ նշան, ձեր 9-րդ տուն լավ ժամանակահատված է, որպեսզի զբաղվեք ձեր անձնագրի հարցերով, վիզաների հարցերով, արտասահմանի հարցերով, առհասարակ բարձրագույն կրթության հարցերով նաև։ Մերկուրի մոլորակը մինչև ապրիլի 15-ը կգտնվի ձկներ նշանում, դա ձեր 7-րդ տունն է, խոսակցությունները, բանակցությունները, զանգերը շատ կլինեն ձեր գործընկերների, հաճախորդների, ամուսնու կամ կնոջ հետ, շատերը գուցե ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն այս ժամանակահատվածում։ Ամսի 15-ից հետո Մերկուրին կանցնի խոյ նշան, ձեր 8-րդ տուն, և շատերը գուցե ինչ-որ փաստաթուղթ ստանանք, ինչ-որ ստուգում լինի, հարկային ստուգում կարող է լինել, կամ հարկայինից ինչ-որ զանգ, նամակ, ծանոթություն ստանաք, կամ պետական բանկային համակարգից։ Վեներա մոլորակը մինչև ապրիլի 24-ը կգտնվի ցուլ նշանում, ձեր 9-րդ տանը, բերելով ձեզ հաճելի ժամանց, հաճելի հանգիստ գուցե, եթե պլանավորում եք մեկնել արտերկիր, ապա հիանալի ժամանակահատված է։ Հնարավոր է նոր սիրավեպ սկսվի արտասահմանում կամ արտասահմանից ինչ-որ մեկի հետ։ Վեներան 9-րդ տանը հնարավոր է օրինակ ինչ-որ հաճելի նվեր կամ գումար ստանաք արտասահմանի ձեր ընկերներից, բարեկամներից։ Այնուհետև ամսի 24-ից սկսած Վեներան կանցնի երկօրյակ նշան, ձեր 10-րդ տուն, լավ ժամանակահատված է գնալու ԶԱԳ զբաղվելու այն հարցերով, ինչը կապված է ձեր կարիերայի հետ, եւ ոչ միայն ԶԱԳ, հնարավոր է նաև ոմանք ուզում են անցնել թոշակի, դրա համար եւս բարենպաստ ժամանակահատված է։ Վեներան 10-րդ տանը կարող է բերել նաև սիրավեպ, նոր հարաբերություններ աշխատավայրում կամ էլ ղեկավարության հետ։ Մարս մոլորակը մինչև ապրիլի 10-ը կգտնվի ձկներ նշանում, ձեր 7-րդ տանը։ Սիրելի ընկերներ, Մարսը 7-րդ տանը հնարավոր է բերի տարաձայնություններ ձեր հաճախորդների հետ, կամ հնարավոր է վիճաբանություն լինի ամուսնու կնոջ հետ, ինչպես նաև գործընկերների հետ։ Որպեսզի Մարս մոլորակի այդ բացասական էներգիան մի քիչ հանդարտեցնենք, կարելի է զբաղվել սպորտով։ Ամսի 10-ից հետո Մարս մոլորակը կանցնի խոյ նշան, ձեր 8-րդ տուն, Մարսը 8-րդ տանը շատ ակտիվ է, այնպես որ շատ զգույշ եղեք, բացասական առումով, ակտիվ է, վտանգավոր իրավիճակներ կարող են լինել ճանապարհներին, սուր կտրող ծակող գործիքների հետ շատ զգույշ աշխատեք, գազի հետ, կրակի հետ առհասարակ պատնավտանգ իրավիճակներ կարող են լինել։ Յուպիտեր մոլորակը շարունակում է գտնվել Խեցգետի նշանում, այս ամսում շարժվելով 11-ից 14 աստիճան, բերելով ինչ-որ հնարավորություններ, կարծես ձեզ շանս է տալիս, կապված 11-րդ տան հետ, իսկ 11-րդ տունը դա օնլայն հարթակն է, մեր երազանքներն են, արդյունքներն են, մեր գաղափարակիցներն են, խմբակները եւ այլն։ Հատկապես բոլորից շատ կզգան Յուպիտերի դրական ազդեցությունը այն կույսերը, ովքեր ասցենդենտով են կույս, ասցենդենտը կույսի 15-ից 18 աստիճանում է գտնվում, կամ ովքեր ծնվել են, հիմա նշան։ Հուլիսի ներողություն, սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 10 ընկած ժամանակահատվածում, եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա Յուպիտերը իր դրական ազդեցությունը հենց ձեզ վրա կթողնի այս ամսում։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում, այս ամսում շարժվելով 11-ից 14 աստիճան, Սև լուսինը ձեր 4-րդ տանն է, սիրելի կույսեր, եւ բերում է իր հրահրումները, վախերը ընտանիքի անդամների հետ, ձեր բնակության վայրի հետ։ Եթե պետք է ինչ-որ անշարժ գույք գնեք կամ վաճառեք, շատ զգույշ եղեք, խնդիրներ կարող են առաջանալ։ Եթե բրոկերով պետք է անեք, բրոկերների կողմից եւս հնարավոր է խաբեության զոհ դառնաք։ Այնպես որ ամենից զգույշ եղեք։ Հատկապես բոլորից շատ թող զգուշանան այն կույսերը, ովքեր ասցենդենտով կույս են, ասցենդենտը կույսի 11-ից 14 աստիճանում է գտնվում, կամ ովքեր ծնվել են սեպտեմբերի 3-ից սեպտեմբերի 6-ը ընկած ժամանակահատվածում, զգույշ եղեք, սիրելի ընկերներ։ Սատուրն մոլորակը շարունակում է գտնվել խոյ նշանում, այս ամսում շարժվելով 5-ից 9 աստիճան, սիրելի ընկերներ, այստեղ խոյը ձեր համարվում է ձեր 8-րդ տունը, իսկ Սատուրնը ամեն ինչ խստացնում է, այնպես որ զգույշ եղեք, հարկային ստուգում կարող է լինել, կամ ինչ որ
շտրաֆներ հնարավոր է ստանաք, հա, օրինակ ովքեր մեքենա են վարում, գերազանցեն արագությունը եւ այդպիսով ինչ որ խնդիրներ լինեն։ Ուրան մոլորակը, սիրելի ընկերներ, 2026 թվականի ապրիլի 24-ից փոխում է նշանը, անցնելով երկօրյակ նշան եւ մինչեւ 2033 թվականի մայիս ամիսը գտնվելու է այնտեղ։ Իսկ որտեղ Ուրանն է, այնտեղ անսպասելի իրավիճակներն են։ Անսպասելի գլխապտույտ, հա, իրավիճակներն են։ Երկօրյակը համարվում է ձեր 10-րդ տունը, այսինքն սիրելի գույսեր։ Առաջիկա այս տարիների ընթացքում, հա, մոտ 6-7 տարվա ընթացքում ձեր կյանքը շատ փոխվելու է, ինչը կապված է լինելու ձեր ստատուսի փոփոխության հետ, ձեր կարիերայի հետ, այսինքն անսպասելի փոփոխություններ կարող են լինել այս տարիների ընթացքում կարիերայի, ոչ թե կարող են, այլ հաստատ լինելու են, ուղղակի այս տարիների ընթացքում քիչ բոլորը կզգան, հատկապես ասցենդենտով կույսերին է սա վերաբերում։ Կարիերայում, այսինքն կարիերայում նոր աճ, կարիերայում նոր պաշտոն, նոր հնարավորություններ, կարիերայում ուղղվածությունը փոխել, հա, շատերը գուցե որոշեն այլևս չզբաղվել իրենց նախկին գործով, անցնեն նոր գործի, կամ որոշեն բիզնես բացեն, կամ ընդհակառակը հնարավոր է ձեր բիզնեսը փակեք, կամ անսպասելի որոշեք ամուսնալուծվել, կամ ընդհակառակը ամուսնանալ, մի խոսքով այսպես շատ խառը պատմություններ են լինելու, արդեն սա թե ում վրա ինչպես կազդի, սա արդեն ծննդյան քարտեզը կասի, յուրաքանչյուրի անհատական։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին է լինելու ապրիլի 2-ին, մի 2 օր առաջ եւ 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այս ժամանակահատվածում, նշեմ, որ լիալուսինը կլինի կշերք նշանում, սիրելի ընկերներ, ձեր երկրորդ տանը դա ֆինանսների տունն է։ Այսինքն ինչ որ բան ձեր կյանքում կամ վերջնակետի կգա կամ կպարզվի կապված ֆինանսների աշխատավարձի հետ։ Եվ կունենանք նորալուսին ապրիլի 17-ին խոյ նշանում ձեր 8-րդ տանը, նորալուսինը դա նոր սկիզբ է, նոր ինչ-որ շանս է, այսինքն ձեր զուգընկերը հնարավոր է ինչ-որ նոր ձևով սկսի գումար աշխատել կամ դուք ինչ-որ նոր ձևով սկսեք գումար ստանալ, թե որտեղից կլինի այդ գումարը, արդեն ամեն մեկը մի ձև կզգա, մեկը գուցե բանկային համակարգից ստանա, մյուսը պետական համակարգից եւ այլն։ Այժմ սիրելի ընկերներ, լարված օրերի հետ կապված, ապրիլի 4-ին կլինի լարված օր, Պլուտոնն ու Վեներան 90 աստիճանի անկյուն են կազմելու, զգուշ եղեք, կարևոր ֆինանսական գործակներ մի կնքեք եւ հարաբերություններ մի բարձեք։ Ապրիլի 24-25-ը եւս լարված կլինի, Արևն ու Պլուտոնը կկազմեն 90 աստիճանի անկյուն, եւս կարևոր գործողություններ մի կատարեք, սիրելի ընկերներ, վտանգավոր օրեր են լինելու։ Այսքանը կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները։ Շուտով կհանդիպենք, ցտեսություն։